Բարև ձեզ բարեկամներ, ինչպես եւ խոստացել էինք, մենք այսուհետ ամեն շաբաթ մեկ անգամ փորձելու ենք ուղիղ կապ հաստատել դուք կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ։ Եվ պիտի ասեմ, որ մեր ունկնդիրների խնդրանքը այնքան մեծ է, որ մենք չենք կարող անտեսել այն։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ ինքներս էլ շատ լուրջ վեսես մոտեցում ենք ցուցաբերում այս հարցի կապակցությամբ։ Ինձ ասացին, որ կապը Վարդան Ղուկասյանի հետ արդեն հաստատվել է, բարև ձեզ պարոն Ղուկասյան։ Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Համլետ Ղուշյանը մահացել է, պատկերացնում եք։ Օրերս էլ լսեցինք այդ նույնը ձեր հետ կապված։ Մարդիկ ասում են, որ ճիշտ է, որ Վարդան Ղուկասյանը սպանվել է։ Գիտեք, սա արդեն չափից ավելի է։ Ես կուզենայի ձեր կարծիքը լսել այս ամենի մասին։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան, այո, տեղյակ եմ, սենց բան գոյությունի, ասում է, եթե մի մարդու կենսանության օրոք ցաղում են, այդ մարդը երկար կապրի։ Այնպես որ ուրեմն այդ երազանքներով, որոնք որ տառապում են մեր քաղաքական հակառակորդները եւ նրանց մանկապույցները, պատասխանեն մի ձև, բուրազները փորները կմնան, բայց դա չեն տեսնի։ Իսկ Վարդան Ղուկասյանը լավ է, առողջ է, մարտունակ է եւ պատրաստ է իր պայքարը տանել մինչեւ վերջ։ Պարոն Ղուկասյան, ձեր կարծիքով ում են ձեռնտու այս ստահոդ լուրերը, ով է զբաղված այդ ամենի տարածումով։ Նման տեղեկությունները ձեռնտու են մեր քաղաքական հակառակորդներին, Ռոբասերժան Նիկոլականներին, դրանց հետևորդներին, զոմբիներին, թուրքերին, այլոք պիտի ձեռնտու լինի, նորմալ մարդուս կա նման բան ձեռնտու լինի, պարոն Ղուշյան ջան։ Ես մեկ տեսնում եմ, այսինքն զուգակում են հարցումներ, Երևանի փողոցում հարց են տալիս որոշակի բանամասկած, ասում են դուք ուզում եք պարոն Ղուկասյանը քաղաքական Վարդան Ղուկասյանը ազատություն տվել, ասում է ինքը կֆուր է տալի։ Այսինքն մարդ ինչ կարգի անասուն պիտի լինի, որ տենալով երկիրը ինչ վիճակի է հասել, որ արդեն եկեղեցու մեջ են մասկյուլում, Ղարաբաղ տվին, փախստականներ 150,000-անոց, այնտեղ զինվորներ են վառը, նարկոտիկը հենց ժողովրդին ուտում է, կոռուպցիան ուտում է, մանկապարտությունը կառավարության վերին էշելոններում եւ այլն, ինքը ասում է, այս մարդը կֆուր է տալի, այսինքն ինչքան պիտի մարդը գետ հասել էլի, որ այդ ամենը թողած կախվել է Վարդան Ղուկասյանի կֆուր տալուց։ Ինչ ասեմ, այդպես մարդկանց է ձեռնտու։ Այս կապան։ Իդեպ պարոն Ղուկասյան, կարող եք այս հարցին եւ չպատասխանել, եթե չեք գտնում նպատակահարմար։ Տեսեք, այն մասին լուրեր կան, որ Ռուսաստանից դուք հրավեր եք ստացել, որտեղ խոստանում են ոչ միայն ձեր անվտանգությունը ապահովել, այլ ցանկանում են, որ բոլոր այն ռուսամետ ուժերը, որոնք կան, միավորվեն ձեր շուրջ եւ միասին գնաք ընտրությունների։ Քանի որ ըստ այդ աղբյուրների ձեր անձնական ռեյտինգը ընտրություններից ավելի բարձր է, քան այդ բոլոր տեխնացուների ռեյտինգը միասին վերցված։ Ինչ եք կարծում, այս ամենից հետո ձեզ կհաջողվի իրոք ստեղծել մի այնպիսի թիմ, որով կարող եք գնալ առաջիկա ընտրություններին եւ հասնել հաջողության։ Իդեպ ձեր նախորդ հաղորդման ժամանակ դուք բացառեցիք ձեր համագործակցությունը երկրորդ եւ երրորդ նախագահների հետ։ Ինչ է, նոր իրավիճակը փոխվել։ Ես ճիշտ ասած տեղյակ չեմ, այդ ինչ բանը լուրեր են բացատրվում, բայց դուք բան ասում եք, ուրեմն մի բան գիտեք։ Ինչ ասեմ, ես ավելի շուտ սա չեմ մեկնաբանել, որովհետև դա մեկնաբանելու բան չի, առավել ևս նախընտրական շրջանում եւ մեկնաբանելու բան չի նամա, որտեղ ես ինքս դրա մասին ոչ մի տեղեկություն չունեմ։ Իսկ լուրերը պատասխանելը թող պատասխան ինչ այրել։ Ես ոչ մի բան չեմ տերում դրա մեջ։
Պարոն Ղուկասյան, մեր ունկնդիրներից շատերը ցանկանում են, որպեսզի Փակ TV-ի օգնությամբ իրենք կարողանան բարձրաձայնել իրենց ուզող հարցերը եւ ձեր օգնությամբ իհարկե լուծել այդ բոլոր տեսակի խնդիրները, բացթողունները։ Նրանք ցանկանում են, որպեսզի բարձրաձայնեն հայաստանյան խնդիրները, խոսեք այն հանցագործությունների մասին, որ կատարվում է մեր երկրում։ Մի խոսքով փորձեք բացել փակագծեր, անել նոր բացահայտումներ։ Գիտեք ինչ, այն հաղորդումը, որ ես վարում էի, որը 8 ամիս ինքը եթե դուր չի գալի, ինքը լուծում է տալի տարբեր հարցերի, ֆինանսական, տնտեսական, կոռուպցիոն, քրեական եւ այլն։ Եվ այդ հաղորդումը ինքնին ոնց որ հարց լուծող հաղորդում էր, Հայաստանի երկրորդ կառավարություն, այսպես ասած։ Եվ ամեն ինչ արեցին Հայաստանի իշխանությունները, Երևանի քաղաքապետարանի ընտրություններից հետո, որ Պետրոսը հարց տվեց, Նիկոլին ասեց հայոյանքների կուսակցությունը ձայներ է հավաքել, նա էլ ասեց մենք հետևություն կանենք դրանից։ Իրանք հետևություն արեցին, խնդրեմ, Գյումրվա ընտրությունների դեմից հետևություն արեցին, Վասան Ղուկասյանին իատան դեմից առևանգեցին, առես ամենաբուն իմաստով, առևանգում է դա ձերբակալում չէր, եւ գիտեք ճիշտ արտարեք, որ անդրադառնալով է Վասան Ղուկասյանը խախտել է էմիգրացիոն կարգը, օգտվելով առիթից ասեմ, Վասան Ղուկասյանը երբեք էմիգրացիոն կարգ չի խախտել, մենք այս երկիր եկել ենք տուրիստական վիզայով, 3 ամիս հետո դիմել ենք քաղաքական ապաստանի խնդրանքով, էմիգրացիոն կարգ մենք չենք խախտել, դա որոշակի պետական չինովնիկների կեղծ հայտարարությունն է։ Եվ փակելով այդ հաղորդումը շատ եւ շատ մարդիկ զրկվեցին իրենց հարցերը լուծելու եւ բարձրացնելու հնարավորությունից։ Եվ այսպես մարդիկ չգիտեն ում դիմեն։ Այսօր շեշուր մեկ տենում եք Տաշիր Սամվելի հետ կապված հայտնվում են մարդիկ ասում են Տաշիր Սամոն նեղության պահին մեր կողքին է եղել։ Բայց ի՞նչն է հետաքրքիր, երբ որ գյուղերը հանձնում էին աղավնո, Տաշիր Սամոն ուր էր։ Վասան Ղուկասյանը բնակարանի խոստում տվեց եւ բնակարան տվեց։ Այն մարդկանց ովքեր վառեցին իրենց բնակարանները։ Ճիշտ է, այդ մարդկանցից ոչ մեկ այսօր չի հելնում խոսում, որոնք նստած են իմ տված տան մեջ։ Չեն հելնում ասում գոնե ազատություն Վասան Ղուկասյանին։ Ես դեռ հիշեցի Գարեգի Նժդեի բառերը, ով ապերախտ իմ ժողովուրդ, որ Վասան Ղուկասյանը տունը քեզ չտար Սևանում կամ Սյունիքում, որտեղ եք շնտարկելու, որ այսօր չեք կնում մի բառ խոսակ։ Եվ բազմաթիվ նմանատիպ հարցեր եւ այլն, այսօր շատ քիչ են համարձակվում խոսան, որ Վասան Ղուկասյանի ազնվություն արի, օգնել է ձեռամեկներ, բայց ընդեղ մեկ ինչ արում, բերեն Տաշիրի մոտացեն Տաշիրը մեզ օգնել, այսինքն հիմա ինչ-որ մի կետ ես հասկանում եմ ցանկանում են գտնել այդպիսի մի աղբյուր, այդպիսի մի գործիք, որը կարողանա այս հարցերը լուծել, բայց չեմ կարծում, որ որևիցե մի լրատվամիջոց կամ հաղորդում կարողանա անել այն, ինչը անում է Վասան Ղուկասյանը իր հաղորդումով։ Եվ այն քաղաքացիները, որոնք որ հույս են փափագում, որ իրենց հարցը պետք է լուծվի, իրենց խնդիրները պետք է բարձրացվեն եւ այդ քաղաքացիները պիտի ակտիվ մասնակցեն Վասան Ղուկասյանի այսպես ասած քարոզարշավին, ակտիվ գնան ընտրությունների ժամանակ ընտրատեղավար ես քվեարկեն դուք կուսակցության օգտին։ Այդ ժամանակ բոլորի չեմ ասում 100%, բայց մեծամասնության սոցիալական, տնտեսական եւ այլ տիպի հարցերը կլուծվեն։ Վասան Ղուկասյանը 4 պատի մեջ նստած, հիմա ոչ մեկի հարցը չի կարող լուծել, մեկը հիմա մեր հարցը լուծի։ 7-6 advokatով փաստաբաներով մենք չենք կարողանում հասնել արդարադատության այս երկրում։ Չի ստացվում։ Ինչ ուզում ես սրա, բոլոր բռնելու քարաշ փակել։ Սենց բան չի, բոլոր փաստաբանները զարմացած են, ասեն, մենք սենց բան չենք տեսել։ Ես ի՞նչ է կատարվում։ Դա Հայաստանի հետոքը չի, Հայաստանը երկիրը չի, որ կարողանալ այս երկրում հարցեր լուծել։ Մենք հասկանում ենք քամին որտեղից է փչում։ Եվ ես ուզում եմ ասեմ իմ ժողովրդին, որ մի փոքր շեղվեմ ձեր հարցից, իմ ժողովրդին, որ հարգելի ժողովուրդ, ես պինդ եմ, ես ամուր եմ, բայց ես զգում եմ ձեր աջակցության կարիքը։ Ես այո զգում եմ։
Որովհետև այն ինչքան էլ առյուծը լինի, բայց որ գցում ես վանդակի մեջ, ինքը չի կարող ոչ բանանի։ Հիմա մեզ գցել են այդ վանդակի մեջ։ Մենք որ կողմ կպնում ենք, որ հասնենք արդարադատության, չի ստացվում։ Չի ստացվում։ Դատավորը դատանի դալիճը գալիս, վճիռ մաքրել ձեռը։ Մենք նման չենք տեսել։ Իսկ նման շենքամիտի դատարանը չկա։ Այս վիճակն է։ Եվ մենք պայքարում ենք սրա դեմ։ Մենք պայքարում ենք արդարության հասնելու համար։ Ես եկել եմ այս երկիր ապաստան խփելու եւ մնալու եմ այս երկրում։ Այնքան ժամանակ, ինչքան որ պետք է։ Մենք գնալու տեղ չունենք։ Եվ ասա Ղուկասյանի անվտանգության պատասխանատվությունը այս երկիրն է կրում։ Ես այս երկրից եմ խփել քաղաքական ապաստան։ Ոչ Ֆրանսիայից, ոչ Գերմանիայից, ոչ Ավստրիայից, այս երկրից, ես այս երկիրն եմ գտել, որ ունի արդար դատական համակարգ։ Այս երկիրն եմ ես գտել ամենաանվտանգը մեզ համար 2022 թվականին։ Եվ դիմել եմ, եւ ոչ միայն ես։ Եվ հիմա մենք տեսնենք, թե ինչու կավարտվի։ Իսկ ինչպես ես օգնել ժողովրդին, ես հիմա չեմ կարող օգնել ոչ մեկին։ Նույնիսկ եմ գնում, առուծին գցեց վանդակի մեջ։ Նա չի կարող որսանի։ Դու պիտի միսը տաս, կերը տաս այդ կենթանին այդ վանդակի մեջ ստապկի։ Եվ հիմա իմ ժողովրդի օգնության եւ աջակցությունն եմ ես խնդրում։ Ես դուրս կգամ, ես նորից կանգնացեմ իմ ժողովրդի կողքին, ոչ մի քաղաքական ուժ կանգնած չէ այսօր ժողովրդի կողքին։ Մի հատ նայեք ինչ է կատարվում։ Էլ երկրապահ փակեցին, մի հատ քաղաքական կուսակցություն քննադատեց, որ ինչ իրանքով է երկրապահ փակում, ինչ իրանքով է մեծով մարդուցին հանում գրքերի միջից։ Կամ Արարատ սարը, կամ բանակը խիշեցիր մի տարի 6 ամիս, քո հակառակ երկիրը բանակի ծառայության ժամկետը կրճատելա, չէ, դու չես կրճատում։ Էս ինչ ես անում, այրվիժված։ Գնում հասնում է Դուշանբեի բոլոր ԱՊՀ նախագահները վրեն խժում են, բարես ամենապուն իմաստով են, քույչ են, որ մի հատ խելառ են կտը վրեն կաշավատ են ըլում է, այդ նույն վիճակը, Տաջիկստանի պրեզիդենտը Ալիևը, մյուսը, Բելարուսիայի նախագահը, ու այդքանից հետո այդ թրջված եթիմը մի հատ էլ գնում է Եգիպտոս, մի հատ էլ վրեն խժում։ Հայ ազգին շինել են սաղուսանակի առարկա, որ մի լրատվամիջոցի դիմում ես, որ փորձես բարձրացնել խնդիրը, ասում Հայաստանն է վերաբերում, հետաքրքիր չի։ Ամենակակահուն ամերիկյան միջազգային լրատվամիջոցներ Հայաստան բառ անգամ չեն ուզում լսեն, որտեղ այս ազգին շինել են չմո բառիս ամենաբուն իմաստով, գառլախ, որտեղ երկրի ղեկավարությունը գառլախ է, մեկ բառով ասեմ։ Այդ հայի թասի բաժանապատվություն վերացել ամեն ինչ։ Հակառակով երկրի նախագահի քիրքը դոշի խփած, չսաքսավորված եկեղենը, Սևանի ափիդը ստաց արժևում, մեկը չասեմ դու ես ինչ ես անում, այդ այն մարդը որ բայրակթարի վրա ստորագրեց, բայրակթարն եկա մեր երեխեքին առեց ու խախտեց, մորթեց, որ մի կուսակցությունն է քննադատում։ Կամ տեսնելա որ բռնու դատում են, բռնու կլանավորում են, կամ փողիկոս էլ չունենք, այդ եթիմը, այլ մի հատ ես նամակ էի գրել դրան, փոշմանել եմ որ գրել եմ, նա ահա ինչ է նամակին։ Այս վիճակն է, ուրիշ սենց խոսացող չկա, գոյություն չունի։ Ուրիշ հողան ես Թումանյանու, Խաչատուր Աբովյան, մենք չենք կարա կտնենք բերենք, իմ ասենք, սա մեր Խաչատուր Աբովյանն է, կարանք բերենք, չի աղբեր, մի հատ երև ապրծավացավ կնած, նույն է Թումանյանը, նույնը Կարպը, նույնը Ֆրոզիկը, նույն ձեր Վասան Ղուկասյանը այդ մի հատնա, ու թվուրատալի թե չան, դրան են արժանի, իր պիտի ասվի, ուրիշ լեզով հնարավոր չի կոչել այս մարդկանց, հասկացեք, այդ կուլտուրականները թող միացել իրաց կողը տենան, այդ կուլտուրական որ իրաց տուն ու տեղ այս վիճակին են հասցրել, կուլտուրական Ղարաբաղը տվին, կուլտուրական Քերբաջորը տվին, սաղ տվին, զիվորներին վառին, տեստերներին են դատում, նարկոտիկը հել է մասկացում, եկեղեցու մեջ են մաս խփում արդեն, տեսված չկա ոչ մի աշխարհում։ Այս ազեր կուլտուրան, այդ կեզ կուլտուրականի դեպքի պետք է թքել, այդ կեզ պարյականների, մեր հզոր վարչապետ ասվեն, դուսան վեսավ վրեն խրվում էի։ Եվ իհարկե վերջին հարցս, ինչ ունեք ավելացնելու։ Որ կանգնած լինեն իմ կողքին, ես հիմա ունեմ ձեր օգնության կարիքը, այսքան, շնորհակալություն։ Սերի բարեկամներ, մենք հերթական անգամ ուղիղ կապով զրուցում էինք դուք կուսակցության պատվավոր նախագահ
Վարդան Ղուկասյանի հետ, ում հետ մենք շարունակելու ենք նաև առաջիկայում աշխատել ու համագործակցել։ Այսօր այսքանը, մնացեք լավատես եւ հավատացեք, որ իսկապես լավ օրերը դեռ առջևում են։